Հայաստանը զբոսաշրջության համար աշխարհի ամենաանվտանգ երկրներից է։ Մեր երկրում զարգանում է զբոսաշրջությունը, այդ թվում արկածային զբոսաշրջությունը։ Տարբեր վայրերում կազմակերպվում են արշավներ, լեռնագնացություն, դահուկավազք, չմշկասահք եւ այլն։ Վերջին շրջանում նկատելի են Սևանա լճի սառած մակերևույթին չմուշկներով սահելու դեպքեր։ Մի քանի կարևոր նախազգուշացում սառած լճի վրա չմշկասահքով զբաղվողների համար։ Նախքան սահելը ստուգեք սառույցի ամրությունը։ Սառույցի հաստությունն ու ամրությունը կարող են փոխվել ժամերի ընթացքում։ Ստուգեք այն տարբեր հատվածներում։ Սպիտակ կամ ձյան ծածկույթով սառույցը վտանգավոր է, իսկ մաքուր թափանցիկ կապույտ սառույցը ամուր։ Սառույցի վրա մենակ գտնվելը ռիսկային է։ Եղեք ընկերների կամ խմբի ուղեկցությամբ։ Սահեք միայն այն տարածքներում, որոնք պահպանվում եւ ստուգվում են փորձառու անձնակազմի կողմից։ Հսկեք երեխաներին եւ ընտանիքի անդամներին։ Համոզվեք, որ նրանք կրում են փրկարար բաճկոն կամ լողացող կոստյում։ Մի սահեք գիշերը կամ թույլ տեսանելիության պայմաններում։ Գիշերը նախազգուշացնող նշաններն ու սառույցի բարակ հատվածները դժվար է նկատել։ Խուսափեք ռիսկային քայլերից, նույնիսկ եթե սառույցը թվում է ամուր։ Պատրաստ եղեք օգնության դիմելու համար։ Ունեցեք հեռախոս, ազդանշանային սարքեր։ Ձեր անվտանգությունը կախված է պատրաստվածությունից, խելամիտ վարքից եւ զգոնությունից։ Վայելեք արկածային զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում։ Օգնության կարիք ունենալու դեպքում զանգեք 112։